Խորհրդարանը հյուրընկալել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների, որոնք Հայաստանում են գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները հյուրերի հետ հանդիպմանն անդրադարձել են մեր երկրում գենդերային հավասարությանն ու քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությանը։ Падգամավորները խոսել են քաղաքականությամբ զբաղվելու իրենց մղումների մասին։ Կարևորելով կուսակցություններում կանանց ներկայացվածության քվոտայի ավելացումը, նրանք ընդգծել են, որ իրենց կուսակցությունը քվոտավորել է վարչությունը և տարածքային կառույցները հետևելով խորհրդարանի օրինակին ու այդպիսով արդեն ձևավորված վարչությունում և տարածքային կառույցներում կա կանանց ակտիվ ներկայացվածություն։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները ժողովրդավարական գործընթացների առաջմղման հարցում ընդգծել են կանանց վճռորոշ դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է եղել մեր երկրում հանրային ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ապահովման խոչընդոտներին, կին քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման մարտահրավերներին։ Հայաստանում քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը առկա խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր հյուրերի հետ քննարկել են Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչները։ Նրանք շնորհակալություն են հայտնել հյուրերին նման քննարկման հնարավորություն ընձեռելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ներկայացվել են ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները միտված գենդերահավասարության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում առկա խնդիրներին, մարտահրավերներին և քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցին։ Հյուրերը հանդիպել են նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում գենդերային քաղաքականության վիճակին, ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես ամուսնության տարիքային շեմի բարձրացմանը։ Նշվել են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում նշվել է մեր օրերում կանանց որոշումների կայացման և բավականին լուրջ աշխատանքների իրականացման գործում առաջնահերթ դերակատարության մասին։ Խոսվել է նաև քաղաքական և հանրային կյանքում գենդերային հավասարությանը վերաբերող ազգային մտածելակերպի, հոգեբանական ասպեկտների մասին, անդրադարձ է եղել կնոջը թիրախավորելու արատավոր երևույթներին ու դրանց դեմ միասնական պայքարի կարևորությանը։ Հյուրերը նշել են, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների падգամավորների, ինչպես նաև գործադիր մարմինների, քաղաքասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հնչած տեսակետներն ու առաջարկները տեղ են գտնելու պատրաստվելիք զեկույցում։